6-րդ զգայարան հաղորդաշարից էլ ավելի հայտնի էքստրասենս Անի Մաչնյունյանի կյանքը ավարտվում է բավականին ողբերգական։ Ասում են, որ անգամ էքստրասենսները, ովքեր ունեն զարգացած 6-րդ զգայարան, այսինքն ինտուիցիա, չեն կարողանում կանխագուշակել իրենց ճակատագրերը։ Վերջերս այս գործի մասին վերհիշեց մեկ այլ էքստրասենս Անի Գրիգորյանը, ով նշել էր Մեհեր Բաղդասարյանի հետ հարցազրույցում, որ ժամանակին կանխատեսել էր այս վախճանը։ Կրիմինալիթի հաղորդաշարում ես Կրիստինան կպատմեմ այս դաժան եւ իրական պատմության մասին։ Անի Մաչնյունյանը, լինելով էքստրասենս, կանխագուշակում էր այլ մարդկանց ճակատագրերը։ Նա նաև շատ հայտնի դարձավ 6-րդ զգայարան հաղորդաշարից։ Եթերներից մեկի ժամանակ էքստրասենս Նարեկ Մակարյանը հայտնում է Անին, որ նրան ինչ-որ մեկը հետևում է։ Անին իհարկե չի հավատում էքստրասենսի խոսքերին, ասելով, որ իր հետ միշտ պահում է Սուրբ Գիրք։ Սուրբ Գիրքի շնորհիվ էլ Անին իրեն զգում է պաշտպանված։ Իսկ դուք գիտեք, որ ձեզ հետևում են։ Ով։ Չեմ կարող ասել ով։ Ով ուզում է թող ինձ հետևի։ Համենայն դեպս նա միշտ ձեր հետ է։ Ես ունեմ մի շատ լավ հրեշտակ պահապան։ Մաչնյունյանի վախճանի մասին տարօրինակ պայմաններում հայտնում է նաև մեկ այլ էքստրասենս Անի Գրիգորյանը։ Մաչնյունյանը, ունենալով լավ ձայնային տվյալներ, որոշում է թողարկել իր առաջին ձայնասկավառակը։ Այս ամենի մասին նա պատմում է ընկերուհուն սրճելիս եւ ցանկանում, որպեսզի նա հայտնի իր կարծիքը այն մասին, թե արդյոք այս ձայնասկավառակը ունենալու է հետագայում հաջողություն։ Հենց այս ժամանակ էլ Անի Գրիգորյանը պատմում է այն մասին, որ Մաչնյունյանը շուտով կարող է վախճանվել։ Անի Մաչնյունյանը կռվում է իր հետ, ասելով, որ նման բան հնարավոր չէ, սակայն անցնում է 1 օր, 2 օր, նա կրկին մոտենում է ընկերուհուն, ներողություն է խնդրում այս ամենի համար ու խնդրում է մանրամասնել, սակայն վախճանը այնքան դաժան էր, որ Անի Գրիգորյանը հրաժարվում է պատասխանելուց։ Այսպես սուրճ էինք խմում։ Սուրճի բաժակը դրեցի, նայեցի Անիի դեմքին, ասի մթոմ օգոստոսի 6-ին դու սաղ պետք է լինես, որ մի հատ ձայնասկավառակը թողարկես։ Ասեց ինչ է լինելու, ասի մեռնելու ես։ Ցավոք սրտի, Անի Գրիգորյանի կանխագուշակումները ճշմարիտ էին։ 2015 թվականի օգոստոսի 5-ին բնակարանում հենց ննջասենյակում հայտնաբերում են Անի Մաչնյունյանին, ով պարկած էր բերանքսի վայր։ Անին հասցրել էին 59 մարմնական վնասվածք, բոլոր իրերը դեն էին նետված, դարակները նույնպես, իրեր կային նաև դիակի վրա։ Անիի կրծքի հատվածում էլ հայտնաբերել են դանակի շեղբ։ Այս ամենի մասին իմանում են հարևանները եւ կիսվում իրենց կարծիքով։ Ասել, որ նրանք բավականին զարմացած էին եւ շոկի ենթարկված, կնշանակի ոչինչ չասել։ Ես շոկի մեջ եմ, Ազիզ ջան, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ ես չգիտեմ, ես չեմ իմանում, ես իրան 4-5 օր առաջ իր գորգը մեր կրշում էր, եկավ խնդրեց, ասեց այդ ժամանակ եմ տեսել, մոտ 4-5 օր առաջ եմ տեսել։ Երբ ոստիկանները եկան դեպքի վայր, նրանք հայտնաբերեցին, որ տանը բանալի բացարձակ չկա։ Դա նշանակում է, որ հանցագործը փակել էր իր հետևից դուռը եւ հեռացել։ Էքստրասենսի մայրն էլ պատմում է այն մասին, թե ինչպես է իր դստերը հայտնաբերել մահացած իր սենյակում։ Գիշերը մինչև ժամը 3 չքնեցի, տարապում էի, չգիտեմ ինչու։ Հետո առավոտյան էլա շուտ զանգեցի։ Զանգից 2 հեռախոսը դրած չոքերից սրանով զանգում եմ, ասում անհասանելի է։ Սրանով զանգում եմ, ասում անջատված է։ Մի 20 անգամ ամեն մի հեռախոսով զանգեցի, անջատված, անհասանելի։ Ասի ջարդեք դուրը թե հիմա ինքնասպան կլինեմ։ Իմ երեխաներն ու սպանել են իմ երեխուն։ Հանցագործը Մուշեղ Մխիթարյանն էր, Յանոս արտիստական թատրոնի հիմնադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։ Մուշեղը գտել էր էքստրասենս Անիի հեռախոսահամարը եւ սկսել նրան զանգահարել պարբերաբար։ Պարզվել է, որ նրանք անգամ մտերիմ էին եւ միմյանց զանգահարում էին օրը 2-3 անգամ։ Մուշեղը զանգահարում էր Անիին գումար կորզելու նպատակով։ Դա անհրաժեշտ էր իրեն իր կարիերայի ֆիլմ ստեղծելու համար։ Իդեպ, Մուշեղը իր կնոջ հետ բնակվում էր Երևանում տարբեր հասցեներով։ Նա այլ մարդկանց ներկայանում էր այլ անունով։ Ներկայանում էր որպես Մխիթար Մոս Մուշեղյան, 31-ամյա երիտասարդ։ Իրականում երիտասարդը 23 տարեկան էր։ Ըստ վիճակագրության, կանանց սպանությունների մեծամասնության դեպքում կանայք զոհ են դառնում իրենց մտերիմ ծանոթ տղամարդկանց կողմից, այլ ոչ թե անծանոթների։ Հետևաբար պետությունը պետք է մեխանիզմներ մշակի կանանց պաշտպանության համար, որը վերջին տարիներին ակտիվ իրականացվում է։
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանը նշեց, որ Մուշեղը Անիի հետ ունեցել է բավականին մտերիմ հարաբերություններ։ Նրանք նաև ունեցել են իրար միջև գումարային պարտք ու պահանջի խնդիրներ, այսինքն Մուշեղը զանգահարում էր Անիին եւ խնդրում պարտքով գումար իր կարիերայի համար, ինչպես նշեցինք քիչ առաջ։ Հանցագործությունից 1 օր առաջ, օգոստոսի 4-ին, Մուշեղը դիմում է իր մեկ այլ ընկերուհուն Աննա Միսակյանին։ Իրենց միջև տեղի ունեցած խոսակցության մասին ել ավելի մանրամասն պատմում է Աննան։ 2015 թվականի օգոստոսի 4-ին հանդիպել ենք Մուշեղի հետ։ Նա ասաց, որ հոգնել է Անիից, ցանկանում է նրանից ազատվել եւ բնակարանից գողություն կատարել։ Դրա ձեռքին տոպրակ կար, որի մեջ մոտ 20-ից 25 սանտիմետր երկարության կապույտ գույնի բռնակով դանակ կար եւ մեկ հատ պոչը կտրած գրտնակ։ Ես սկզբում հրաժարվեցի օգնել, բայց նա ինձ սպառնաց, ասելով, որ իմ անձնական կյանքի եւ ինտիմ կապերի մասին կհայտնի մորս եւ կվարկաբեկի ինձ։ Մուշեղը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անիի վրա, սպանել նրան սուր դանակի օգնությամբ, հասցնելով բազմաթիվ վնասվածքներ։ Հետախուզական միջոցառումներով պարզեցինք, որ միջ Անի Մաջնունյանի բնակարան այցելել է Մուշեղ Մխիթարյանը, հանդիպել է իր ղեկավարած թատրոնի դերասանուհի Աննային, որի հետ էլ գնել են բժշկական ձեռնոցներ, ըստ երևույթին դեպքի վայրում մատնահետքեր չթողնելու համար։ Դեպքից հետո էլ Մուշեղ Մխիթարյանը Աննան է հանձնել սպանվածի բջջային հեռախոսները, ինչպես նաև զարդեր։ Տունը լքելուց առաջ Մուշեղը գողանում է Անիի 2 հեռախոսները, որոնք շատ լավ թաքցնում է։ Դեպքից հետո Մուշեղ Մխիթարյանը հանցագործության գործիք դանակի բռնակը եւ բժշկական ձեռնոցները Աննա Մինասյանի ներկայությամբ այրել է իր կողմից վարձակալած բնակարանում, իսկ արոնոտված շորերը Խարբերդի գերեզմանատանը հարակից տարածքում, որտեղից հայտնաբերվեցին նաև սպանված Անի Մաջնունյանի բջջային հեռախոսների մարտկոցները։ Հետագայում ոստիկանությունը գտնում է այս հեռախոսները ջարդված վիճակում։ Այն գտնվում էր Խորենացի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Սա դեռ ամենը չէ։ Հանցագործը մտել էր տուն ոչ միայն Անիին սպանելու նպատակով, այլև հասկանալով, որ նա կարող է ունենալ բավականին մեծ գումար, որը կուտակել էր իր մեծ կարիերայի ընթացքում, որոշում է այն գողանալ, սակայն այս ամենը ապարդյուն էր, քանի որ Անին ժամանակին շատ լավ թաքցրել էր իր գումարը։ Հետագայում Անիի եղբայրն է բացահայտում այն վայրը, որտեղ Անին թաքցրել էր իր կուտակած գումարը։ Այնուամենայնիվ ավազակն իրեն չի կորցնում եւ գողանում է մի շարք ոչ այդքան թանկարժեք զարդեր, ինչպես նաև 10,000 դրամ գումար։ Ընդհանուր առմամբ տեղի էր ունեցել 44,000-ի գույքի վնաս։ Այս ամենի մասին խոսում է նաև էքստրասենսի մայրը։ Այդ գումարն են տարել, իրա գումարն են տարել։ Հիմա մենք կոպիկ չկա ձեռնից որ էլի թաղում կա։ Իսկ այդ երի 2017 թվականին Արմավիր մարզի Մուսալեր գյուղի բնակարաններից մեկում գտել են մանկահասակ աղջկան եւ իր ծնողներին։ Նրանք մահացել էին շմոլ գազի թունավորումից։ Պարզվեց կինը առանցքային վկա Աննա Միսակյանն էր։ Հետաքրքրաշարժ մի փաստ։ Հանցագործության օրը այս ամենի մասին Մուշեղը պատմում է իր միակ ընկերոջը, ով նաև համատեղությամբ իր գործընկերն էր։ Նրանք գրեթե 1 տարի չէին հանդիպել, եւ երբ գործընկերը ստանում է այդպիսի հեռախոսազանգ, շտապ հասկանում է, որ պետք է հանդիպեն։ Հանդիպման ժամանակ Մուշեղը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը եւ հարցնում է, թե ինչ կարելի է անել, որպեսզի հետագայում նա չբռնվի։ Երբ այս ամենը ավարտվում է, գործընկերը հիշում է հետեւյալը. Ժամանակին Մուշեղը գրում էր մի սցենար, ոգեշնչվելով ֆրանսիական սցենարներից մեկից։ Ըստ այդ սցենարի, Մուշեղը պետք է լիներ մեղադրյալ, ով սպանել է իր կնոջը սիրուհու հետ միասին։ Իսկ իր գործընկերը ոստիկանն էր, ով պետք է բացահայտեր այս գործը։ Այս ամենը հաշվի առնելով հասկանում ենք, որ Մուշեղը ապրում էր իր ստեղծած իրականությունում, կարծես թե իր ստեղծած սցենարը դարձել է ճակատագրական եւ այս ամենը ինտերպրետացվել էր իրական կյանքում։ Արտիստիկ անձանց հանցանք կատարելու հակվածության մասին կրկին կխոսի իրավախորհրդատու Լուսինե Բաղդասարյանը։ Կա տարածված միֆ, որ արտիստիկ անձանց հակվածությունը մեծ է հանցանք կատարելուն։ Իրականում արտիստիկ անձիկ աչքի են ընկնում վառ երևակայությամբ, էմոցիոնալ սենսիտիվությամբ, բայց ոչ հանցավորին բնորոշ հատկանիշներով։ Խմբագրի ցուցմունքից ակնհայտ է դառնում, որ Մուշեղը աչքի է ընկնում իր վառ երևակայությամբ եւ այս դեպքում արտիստիկությունը եւ հանցավոր վարքագիծը համընկել են, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Նշեմ, որ նա երևակայությունը ոչ էլ հոգեկան հիվանդության արդյունք է, որպեսզի քննարկվի քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը։
Մուշեղը հոգեկան հիվանդությամբ չէր տառապում, պարզապես հանդիսանում է հիստերիկ տիպի շեղված անձ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Մուշեղը կալանավորվել է 20 տարով։ Դուք դիտեցիք Կրիմինալիթի հաղորդաշարը։ Ձեզ հետ է ես, Խալացյան Քրիստինան։ Հաջողություն։